Բուժքրոջ պատմությունը, ով հայտնաբերեց բժշկական սխալը վիրահատությունից 2 ժամ առաջ նրա որոշումը կյանքեր փրկեց։ Ռենատան երրորդ անգամ էր ստուգում բժշկական գրառումները, երբ նրա արյունը սառչեց։ Թվերը չէին համընկնում։ Տեղաչափը սխալ էր։ Կատաստրոֆիկորեն սխալ։ 2 ժամվա ընթացքում 7 տարեկան երեխան կմտներ այդ վիրահատարան, եթե ոչ ոք չնկատեր այն, ինչ նա հենց նոր հայտնաբերել էր, այդ երեխան կենդանի չէր դուրս գա։ Բայց պատասխանատու բժիշկը հիվանդանոցի տնօրենն էր։ Այդ վայրում ամենաազդեցիկ մարդը։ Եվ նա հենց նոր էր ստորագրել այդ բժշկական գրառումը։ Երբ է ստիպված եղել եք ընտրություն կատարել ձեր կարիերայի ինչ-որ մեկի կյանքի միջ։ Մնացեք ինձ հետ, քանի որ այս կնոջ արածը ձեզ խոսքը կտրի։ Ռենատա Օլիվեյրան 42 տարեկան էր, այդ տարիներից 20-ն անցկացրել էր բուժքույրական գործունեությամբ։ Նա այդ հիվանդանոցում ամեն ինչ տեսել էր՝ ծնունդներ, մահեր, հրաշքներ, ողբերգություններ։ Բայց ես երբեք նման բան չէի տեսել։ Ես երբեք ձեռքս չէի պահել ապացույց, որ սխալը կարող է մի քանի ժամվա ընթացքում սպանել երեխային։ Սան Լուկաս հիվանդանոցը տարածաշրջանում մանկական վիրաբուժության առաջատար կենտրոն էր։ Մարդիկ այլ նահանգներից էին գալիս այնտեղ վիրահատվելու։ Դրա հեղինակությունը կառուցված էր տասնամյակների գերազանցության, կոմպետենտ մասնագետների ժամանակակից սարքավորումների վրա։ Եվ այս բուրգի գագաթին էր բժիշկ Էդուարդո Մենդեսը։ Հայտնի վիրաբույժ։ Կլինիկական տնօրեն։ Գրքերի հեղինակ։ Միջազգային խոսնակ։ Անձեռնմխելի։ Եվ նա հենց նոր սխալ էր թույլ տվել, որը կարող էր սպանել 7-ամյա Լուկաս Ֆերեյրային, ով այդ պահին ծնողների հետ գտնվում էր 412 սենյակում, նյարդային, բայց վստահ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ռենատան նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան ժամը 8:12 էր։ Վիրահատությունը նշանակված էր 10-ին։ 1 ժամ 48 րոպե։ 2 ժամից էլ պակաս, որոշելու համար, թե ինչ անել իր ունեցած տեղեկատվության հետ։ Սխալը ակնհայտ էր։ Անհերքելի է ցանկացած մասնագետի համար, ով նույնիսկ տարրական գիտելիքներ ունի մանկական անզգայացման մասին։ Լուկասի համար նշանակված տեղաչափը հիմնված էր 70 կիլոգրամ քաշի վրա։ Լուկասը կշռում էր 23 կիլոգրամ։ Ինչ-որ մեկը շփոթել էր բժշկական գրառումները։ Ինչ-որ մեկը անփույթ էր եղել։ Եվ այդ մեկը հենց բժիշկ Էդուարդոն էր, որի ստորագրությունը հենց այնտեղ էր, կապույտ թանաքով, որը լիազորում էր ընթացակարգը։ Եթե այդ տեղաչափը կիրառվեր, Լուկասը վիրահատական սեղանի վրա սրտի կանգ կստանար։ Նա ոչ մի սցենարով չէր կարող ողջ մնալ։ Մնացեք մինչ վերջ, քանի որ այս պատմությունն ունի անսպասելի շրջադարձեր, որոնց դուք չեք հավատա։ Ռենատան գիտեր արարողակարգը։ Նա ճիշտ գիտեր, թե ինչ պետք է աներ։ Սխալի մասին զեկուցեր իր անմիջական ղեկավարին։ Գրանցեր այն։ Ուղեր այն, նախքան որևէ վնասի պատճառ դառնալը։ Ամեն ինչ պարզ էր։ Ամեն ինչ անմիջական էր։ Դա այն էր, ինչ կաներ ցանկացած մասնագետ։ Բացառությամբ այն բանի, որ նրա անմիջական ղեկավարը բժիշկ Էդուարդո Մենդեսն էր։ Նա, իհարկե, կարող էր նրանից վեր բարձրանալ։ Հիվանդանոցն ուներ վարչական տնօրեն, խորհուրդ, մարդու իրավունքների պաշտպան։ Բայց նրանք բոլորը, այս կամ այն կերպ, պատասխանատու էին բժիշկ Էդուարդոյի առջ։ Նա էր այդ հիվանդանոցը կառուցել զրոյից։ Նա էր ներգրավել ներդրողներին։ Նա էր հավաքագրել թիմը։ Նա տիրապետում էր բաժնետոմսերի 40%-ին։ Նրա խոսքը օրենք էր։ Ռենատան արդեն տեսել էր, թե ինչ պատահեց բժիշկ Էդուարդոյին հարցաքննող մարդկանց հետ։ Վերջին բուժքույրը, որը մտահոգություն էր հայտնել ընթացակարգերի վերաբերյալ, 6 ամսով տեղափոխվել էր գիշերային հերթափոխի, ապա ազատվել էր աշխատանքից հիմնավոր պատճառաբանությամբ թույլ տված աննշան սխալի համար, որը կհանգեցներ պարզապես նախազգուշացման ցանկացած այլ անձի համար։ Այն ռեզիդենտը, ով ենթադրեց, որ բժիշկ Էդուարդոն կարող է ախտորոշիչ սխալ թույլ տալ։ Նրա ռեզիդենտուրան չեղարկվեց։ Նրա կարիերան կործանվեց, դեռ չսկսված։ Դոկտոր Էդուարդոն չէր ընդունի, որ իրեն հարցեր տան։ Նա չէր ընդունի, որ իր թերությունները մատնանշվեն։ Եվ նա անպայման չէր ընդունի, որ բուժքույրը, պարզ բուժքույրը, ենթադրեր, որ ինքը բավականաչափ լուրջ սխալ է թույլ տվել հիվանդին սպանելու համար։ Բայց Լուկասը 7 տարեկան էր։ Նա ամբողջ կյանքն ուներ առջում։
Եվ նա մահանալու էր 2 ժամից էլ քիչ ժամանակ անց, եթե Ռենատան ինչ-որ բան չաներ։ Նա փակեց աղյուսակը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա պետք է մտածեր։ Նա պետք է կշռադատեր իր տարբերակները։ Նա պետք է ճիշտ որոշում կայացներ։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նա արել, կիսվեք այս պատմությամբ, որովհետև այն պետք է պատմվի։ Ռենատան քայլեց դեպի բուժքույրերի հանգստի սենյակը։ Այդ ժամին այն դատարկ էր, փառք Աստծո։ Նա նստեց պլաստիկ աթոռներից մեկին, փորձեց կազմակերպել իր մտքերը։ Առաջին տարբերակ. ուղիղ գնալ բժիշկ Էդուարդոյի մոտ։ Ցույց տալ նրան սխալը։ Սպասել, որ նա ընդունի ուղի այն։ Դա ամենապրոֆեսիոնալ մոտեցումն էր։ Դա նա ամենավտանգավորն էր։ Եթե նա զգար, որ իրեն հարձակվել են, եթե կարծեր, թե Ռենատան փորձում է նվաստացնել իրեն, նա կկորցներ աշխատանքը։ Եվ, հավանաբար, այդ ընթացքում կվարկաբեկվեր։ Երկրորդ տարբերակ՝ գնալ վիրահատության պատասխանատու անեսթեզիոլոգի մոտ։ Բժիշկ Ֆելիպե Ռամոսը կոմպետենտ էր, բայց նա ենթարկվում էր Էդուարդոյին։ Նա մինույն է, տեղաչափը կստուգեր այն տալուց առաջ, այնպես չէ՞։ Դա արարողակարգի մաս էր կազմում։ Ռենատան կարող էր պարզապես թողնել, որ համակարգը աշխատի, վստահել, որ սխալը կբռնվի։ Բայց ինչ կլիներ, եթե այդպես չլիներ։ Ինչ կլիներ, եթե բժիշկ Ֆելիպեն շտապում էր։ Ինչ կլիներ, եթե նա չափազանց շատ վստահեր տնօրենի ստորագրությանը կրկնակի չստուգեր։ Արձանագրությունները ձախողվեցին։ Մարդիկ ձախողվեցին։ Եվ երբ դրանք ձախողվեցին բժշկության մեջ, մարդիկ մահացան։ Երրորդ տարբերակ՝ դիմել վարչակազմին։ Պաշտոնապես զեկուցել սխալի մասին։ Ստեղծել պաշտոնական գրառում։ Պարտադրել վերանայում վիրահատությունից առաջ։ Դա Լուկասի համար ամենաապահով ճանապարհն էր։ Բայց դա նա պատերազմի հայտարարում էր բժիշկ Էդուարդոյի դեմ։ Եվ հզոր մարդկանց դեմ պատերազմները հազվադեպ էին լավ ավարտվում ավելի թույլերի համար։ Ռենատան մտածում էր իր սեփական իրավիճակի մասին։ Նա ուներ 2 երեխա։ Բրունոն, 17 տարեկան, պատրաստվում էր քոլեջ ընդունվել։ Մարինան, 14 տարեկան, բարդ պատանեկության շրջանում։ Նա ուներ հիփոթեքային վարկ։ Նա ուներ հաշիվներ։ Նա ուներ այդ աշխատավարձի վրա կառուցված կյանք։ Աշխատանք կորցնելը տեսական տարբերակ չէր։ Դա իսկական աղետ էր։ Դա նշանակում էր չկարողանալ վճարել որդուս քոլեջի կրթության համար։ Դա կարող էր նշանակել նա տունս կորցնել։ Դա նշանակում էր 42 տարեկանում նորից սկսել մի շուկայում, որը բարեհաճ չէր խնդրահարույց համարվող մասնագետների նկատմամբ։ Բայց Լուկասը 7 տարեկան էր։ Եվ նրա ծնողները 412 սենյակում էին, վստահելով, որ հիվանդանոցի մասնագետները ճիշտ բան կանեն։ Շարունակեք դիտել, քանի որ նրա որոշումը ամեն ինչ փոխեց։ Ռենատայի հեռախոսը թրթռում էր։ Հաղորդագրություն Կարլոսից, նրա ամուսնուց։ Հաջողություն այսօրվա վիրահատության հետ։ Հատուկ ընթրիք, երբ վերադառնաս։ Ես քեզ սիրում եմ։ Նա երկար ժամանակ նայեց հաղորդագրությանը։ Կարլոսը չգիտեր, թե ինչ էր կատարվում։ Նա չգիտեր, որ նա նստած էր այդ հանգստի սենյակում, ձեռքերում պահելով կյանքի ծանրությունը։ Նա կարծում էր, որ դա սովորական օր է։ Որ նա տուն կվերադառնա իր սովորական ժամին, հոգնած, բայց գոհ, ինչպես միշտ։ Ռենատան մտածեց զանգահարել նրան։ Ամեն ինչ պատմել։ Խորհուրդ խնդրել։ Բայց ինչ կարող էր ասել նա։ Ռիսկի ենթարկել մեր ապրուստը մի երեխայի համար, որին նույնիսկ չես ճանաչում։ Կամ թող համակարգը աշխատի հույս դնի լավագույնի վրա։ Նրա տված ցանկացած խորհուրդ կխաթարվեր իր սեփական ընտանիքի համար հետանքներով։ Այդ որոշումը նրանն էր։ Միայն նրանը։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Դրսում առը շողում էր։ Մարդիկ քայլում էին մայթեզրով, ապրելով իրենց սովորական կյանքով, չգիտակցելով, որ 100 մետրից էլ պակաս հեռավորության վրա, 4-րդ հարկի մի սենյակում, երեխան կարող էր մահանալ 2 ժամվա ընթացքում, եթե ինչ-որ մեկը չձեռնարկեր միջոցներ։ Ռենատան մտածում էր իր սեփական երեխաների մասին։ Ինչ կլիներ, եթե Բրունոն լիներ այդ պատգարակի վրա։ Ինչ կլիներ, եթե Մարինան լիներ։ Ինչ կաներ նա մասնագետներից։ Ինչ կանոնակարգի կակնկալեր նա, որ նրանք կհետեին։
Ինչ ռիսկերի կակնկալեր նա, որ նրանք կընդունեին։ Պատասխանը ակնհայտ էր։ Ցավալիորեն ակնհայտ։ Նա վերցրեց բժշկական գրառումը, դուրս եկավ ընդմիջման սենյակից։ Նա որոշում էր կայացրել։ Մի հեռացեք, որովհետև սպասվող բախումը լարված է։ Ռենատան նախ գնաց 412 սենյակ։ Նա պետք է տեսներ Լուկասին։ Նա պետք է դեմք դներ այն կյանքին, որին փորձում էր փրկել։ Ծնողները այնտեղ էին։ Մարկոս Ջուլիանա Ֆերեյրաները։ Նա 40-ամյա տղամարդ, որի աչքերի տակ մուգ շրջանակներ կային վատքնից։ Նա 30-անց մի կին, որը փորձում էր հանգիստ թվալ, բռնած որդու ձեռքը։ Լուկասը անկողնում էր, չափազանց փոքր էր ամբողջ տեսարանի համար։ Նա վերմակի վրա ցրված ուներ պլաստիկ դինոզավրերի հավաքածու։ Երբ Ռենատան ներս մտավ, նա հետաքրքրասիրությամբ նայեց նրան։ Դու… Ես այն աղջիկը, որ ինձ քնաբերներ ես տալու, հարցրեց նա։ Ոչ, սիրելիս։ Ես բուժքույր եմ, որը հարկում է։ Եկել եմ տեսնելու, թե ինչպես ես։ Մի փոքր վախեցած եմ, խոստովանեց Լուկասը, բայց բժիշկն ասաց, որ երբ արթնանամ, այլս ցավ չի լինի։ Լուկասը բնածին սրտի արատ ուներ։ Փական, որը ճիշտ չէր գործում։ Վիրահատությունը նախատեսված էր դա շտկելու համար։ Այն պետք է նրան նորմալ, առողջ, երկար կյանք տար։ Փոխարենը, եթե Ռենատան չմիջամտեր, դա նրանից ամեն ինչ կխլեր։ Ամեն ինչ լավ կլինի, ասաց Ռենատան, երդվեց ինքն իրեն, որ դա իրականություն կդարձնի։ Նա կարճ խոսեց ծնողների հետ։ Նա պարզեց, որ նրանք այս վիրահատության համար մեկ այլ նահանգից էին եկել։ Որ նրանք 2 տարի խնայել էին։ Որ նրանք կուրորեն վստահում էին բժիշկ Էդուարդոին, որի հեղինակությունը նրանց այստեղ էր բերել։ Նա լավագույնն է, ասաց Ջուլիանան։ Բոլորն էլ այդպես են ասում։ Ռենատան պարզապես ժպտաց։ Նա չուներ համարձակություն ասելու, որ իր լավագույն ընկերուհին հենց նոր սխալ էր թույլ տվել, որը կարող էր սպանել իրենց որդուն։ Նա սենյակից դուրս եկավ նորացված վճռականությամբ։ Այդ ընտանիքը ամեն ինչ դրել էր հիվանդանոցի ձեռքերում։ Ինչ-որ առումով, նրա ձեռքերում։ Նա չէր կարող նրանց հուսահատեցնել։ Թողեք լայք, որովհետև այս բուժքույրը արժանի է ճանաչման։ Հաջորդ քայլը մեկին գտնելն էր, ում կարող էր վստահել։ Մեկին, ով բավարար ուժ ուներ գործելու, բայց նա բավականաչափ ազնիվ էր ճիշտ բանը անելու համար։ Ռենատան քննարկեց իր տարբերակները։ Ավագ բժիշկների մեծ մասը հավատարիմ էր բժիշկ Էդուարդոին։ Նա նրանց վարձել էր։ Նա նրանց պաշտոնի էր նշանակել։ Նրանք իրենց կարիերայով պարտական էին նրան։ Նրանցից որը մեկի մոտ գնալը ռիսկային կլիներ։ Բայց կար մեկ մարդ, բժիշկ Մարիանա Կոստան։ Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչը։ Նա հիվանդանոց էր ժամանել ընդամենը 2 տարի առաջ, Սան Պաուլոյից։ Նա ուներ խստապահանջ, բարոյական անկաշար անձնավորության համբավ։ Եվ ամենակարևորը, նա ոչնչով պարտական չէր բժիշկ Էդուարդոին։ Նրան վարձել էր վարչական խորհուրդը, այլ ոչ թե նա։ Բժիշկ Էդուարդոն բժիշկ Մարիանան լարված հարաբերություններ ունեին։ Հիվանդանոցում բոլորը գիտեին դա։ Նա չէր վախենում հարցեր տալ նրան հանդիպումների ժամանակ։ Նա չէր ընդունում նրա որոշումները առանց վիճաբանելու։ Նա այն քչերից մեկն էր, ում նա չէր կարող վախեցնել։ Եթե ինչ-որ մեկը կարող էր օգնել, դա նա էր։ Ռենատան ստուգեց համակարգը։ Բժիշկ Մարիանան հիվանդանոցում էր, իր գրասենյակում, 2-րդ հարկում։ Նա այնտեղ քայլում էր արագ բաբախող սրտով, բժշկական գրառումը սեղմած, կարծես այն պայթելու պատրաստ ռումբ լիներ։ Բժշկի կաբինետի դուռը կիսաբաց էր։ Ռենատան թեթակի թակեց։ Մտեք, դոկտոր Մարիանայի ձայնը հաստատական պրոֆեսիոնալ էր։ Ռենատան մտավ, դուռը փակեց իր ետից։ Բժիշկ Մարիանան հետաքրքրասիրությամբ նայեց նրան։ Նրանք մտերիմ չէին։ Նրանք միասին մի քանի վիրահատություններ էին անցկացրել, բայց երբեք մասնագիտական հարաբերություններից այն կողմ չէին անցել։ Ռենատա, չէ՞։ 4-րդ հարկից։ Այո, բժիշկ։ Ես պետք է ձեզ ինչ-որ բան ցույց տամ։ Դա շտապ է։ Դոկտոր Մարիանան նշան արեց նրան մոտենալ։ Ռենատան բժշկական գրառումը դրեց սեղանին, մատնացույց արեց անզգայացնող դեղատոմսի վրա գրված էջը։
Սա բժիշկ Էդուարդոյի վիրահատության համար է ժամը 10-ին։ Հիվանդը 7 տարեկան է, կշռում է 23 կիլոգրամ։ Նայեք նշանակված տեղաչափին։ Դոկտոր Մարիանան նայեց։ Նրա աչքերը լայնացան։ Դա 70 կիլոգրամանոց հիվանդի համար է։ Դա այդ քաշի երեխայի համար առավելագույնը 3 անգամն է։ Գիտեմ։ Ով է սա նշանակել։ Նա շրջեց էջը, տեսավ ստորագրությունը։ Էդուարդո։ Նա խառնեց բժշկական գրառումները։ Կամ քաշը չի ստուգել։ Չգիտեմ։ Բայց եթե այդ տեղաչափը տրվի… Երեխան մահանում է, ավելացրեց բժիշկ Մարիանան։ Վիրահատական սեղանի վրա։ Մի քանի րոպեից։ Ինչ անենք մենք։ Շարունակեք հետել, քանի որ իրավիճակը սրվելու է։ Դոկտոր Մարիանան հենվեց աթոռին, մտածելով այդ մասին։ Ռենատան տեսնում էր, թե ինչպես են իր գլխում պտտվում ատամնանիվները։ Նույն հաշվարկը, որն ինքն էր արել։ Կարիերա ընդդեմ կյանքի։ Քաղաքականություն ընդդեմ էթիկայի։ Անձնական անվտանգություն ընդդեմ ճիշտ բան անելու։ Դու սա ուղիղ ինձ մոտ բերեցիր, ասաց դոկտոր Մարիանան, ինչու չգնացիր վերահսկիչի մոտ։ Իմ ղեկավարը բժիշկ Էդուարդոն է։ Իսկ վարչակազմը։ Պատասխանեք նրան էլ։ Այսպես թե այնպես։ Դոկտոր Մարիանան դանդաղ գլխով արեց։ Գիտեք, թե ինչ է պատահում այն մարդկանց հետ, ովքեր այս հիվանդանոցում մարտահրավեր են նետում Էդուարդոյին։ Գիտեմ։ Դրա համար էլ այստեղ եմ։ Դու միակն ես, ով կարող է ինչ-որ բան անել։ Ես կարող էի պարզապես կարգավորել տեղաչափը վիրահատությունից առաջ։ Զգուշորեն։ Առանց բախման։ Նա կարող էր։ Բայց ինչ կասեք հաջորդ սխալի մասին։ Իսկ հաջորդ երեխայի մասին ինչ կասեք։ Եթե նա այդ սխալը մեկ անգամ թույլ է տվելը։ Կարող ես դա նորից անել, ավելացրեց բժիշկ Մարիանան, և հաջորդ անգամ գուցե ոչ ոք ժամանակին չնկատի։ Սենյակը լցրեց խորը լռություն։ Դոկտոր Մարիանան երկար ժամանակ նայեց բժշկական գրառմանը։ Դու հասկանում ես, թե ինչ ես խնդրում ինձնից, վերջապես ասաց նա։ Դու խնդրում ես ինձ պատերազմ հայտարարել Էդուարդո Մենդեսին։ Այն մարդուն, ով գործնականում կառուցել է այս հիվանդանոցը։ Ես խնդրում եմ քեզ փրկել մեկ երեխայի։ Եվ գուցե ապագայում ուրիշներին էլ։ Սա կարող է ինձ արժենալ այստեղ իմ պաշտոնը։ Դա կարող է ինձ կյանքս էլ արժենալ։ Բայց Լուկաս Ֆերեյրան 7 տարեկան է։ Նա սիրում է դինոզավրեր։ Նա հիմա 412 սենյակում է, խաղում է, սպասելով վիրահատության, որը պետք է փրկի նրան, այլ ոչ թե սպանի։ Դոկտոր Մարիանան մի պահ փակեց աչքերը։ Երբ նա բացեց դրանք, դրանց մեջ վճռականություն կար։ Եկեք սա անենք ճիշտ ձով։ Պաշտոնապես։ Փաստաթղթավորված։ Անվիճելի։ Իսկ դոկտոր Էդուարդոն։ Թող նրան ինձ վրա։ Դու քո բաժինն արեցիր։ Հիմա ես իմը կանեմ։ Բաժանորդագրվեք ալիքին, քանի որ այս պատմությունը դեռ շատ բան ունի բացահայտելու։ Դոկտոր Մարիանան վերցրեց հեռախոսը, զանգահարեց։ Դոկտոր Ֆելիպե։ Սա Մարիանան է։ Ժամը 10-ի վիրահատությունն է, հիվանդ Լուկաս Ֆերեյրա։ Խնդրում եմ, որ ժամանակավորապես դադարեցնեք այն։ Ոչինչ մի արեք, մինչ ես անձամբ չհաստատեմ։ Այո, գիտեմ, որ դա այլ արձանագրություն է։ Ամեն դեպքում արեք դա։ Իմ հրամաններն են։ Նա անջատեց հեռախոսը, դիմեց Ռենատային, ես ինձ համար մի քիչ ժամանակ շահեցի։ Հիմա ես պետք է ամեն ինչ փաստաթղթավորեմ, նախքան Էդուարդոյի հետ բախվելը։ Ինչով կարող եմ օգնել։ Մնա այստեղ։ Դու վկա ես։ Եվ գուցե ստիպված լինես քո պատմությունը կրկնել մեկից ավելի անգամ։ Դոկտոր Մարիանան սկսեց լուսանկարել բժշկական գրառումը։ Ամեն էջ։ Ամեն ստորագրություն։ Ամեն համար։ Նա ստեղծում էր մի գրառում, որը չէր կարող փոփոխվել կամ ոչնչացվել։ Էդուարդոն նախկինում փաստաթղթերը փոփոխելու պատմություն ունի, երբ նրան բախվում են, բացատրեց նա, այս անգամ նա այդ տարբերակը չի ունենա։ Լուսանկարներ անելիս նա ավելի մանրամասն բացատրեց։ Դոկտոր Էդուարդոն նախկինում էլ էր սխալներ թույլ տվել։ Փոքր սխալներ։ Թաքցրել էր դրանք։
Միշտ կար մեկը, ով պատրաստ էր մեղքը վերցնել իր վրա կամ աչք փակել դրանց վրա։ Նա չափազանց հզոր էր պատասխանատվության ենթարկվելու համար։ 2 տարի առաջ, նախքան իմ ժամանումը, մի տարեց հիվանդի մոտ սխալ դեղաչափի դեպք էր գրանցվել։ Հիվանդը մահացել է։ Պաշտոնական զեկույցում ասվում էր, որ դա բնական բարդություն էր։ Սակայն այնտեղ գտնվող բուժքույրերը այլ պատմություն են պատմում։ Ինչու ոչ ոք ոչինչ չարեց։ Որովհետ ոչ ոք ապացույց չուներ։ Եվ որովհետ բոլորը վախենում էին։ Եվ հիմա մենք ապացույց ունենք։ Մենք ունենք այն։ Շնորհիվ ձեզ։ Ռենատան ուսերին ծանրություն զգաց։ Նա սկսել էր մի բան, որը չէր կարող կանգնեցվել։ Լավ թե վատ, հաջորդ մի քանի ժամերը ամեն ինչ կփոխեին։ Ոչ մի տեղ մի գնա, որովհետ ուղղակի բախում է սպասվում։ Դոկտոր Մարիանան ավարտեց փաստաթղթավորումը, պահպանեց լուսանկարները մի քանի տեղերում։ Ամ.Պ. Անձնականել։ Փոստ։ Եսպ գրիչ։ Ավելորդություն, բացատրեց նա։ Եթե մեկ օրինակի հետ ինչ-որ բան պատահի, մենք կունենանք ուրիշներ։ Ինչ-որ բան պատահել է։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը վերահսկում է այս հիվանդանոցը։ Մի թերագնահատեք, թե ինչ կարող է նա անել իրեն պաշտպանելու համար։ Նրանք միասին դուրս եկան գրասենյակից։ Դոկտոր Մարիանան քայլում էր նպատակասլաց, վճռականորեն ամեն քայլափոխի։ Ռենատան հետում էր նրան, նյարդային, բայց նվիրված։ Դոկտոր Էդուարդոյի գրասենյակը գտնվում էր 5-րդ հարկում։ Քաղաքի տեսարանով գործադիր համար։ Թանկարժեք կահույք։ Պատերը ծածկված էին դիպլոմներով, վկայականներով։ Ամեն ինչ նախատեսված էր վախեցնելու համար։ Նրա քարտուղարուհին զարմացած նայեց նրանց երկուսին։ Բժիշկ Մարիանա։ Նա այս պահին ազատ հանդիպումներ չունի։ Ես պետք է նրա հետ խոսեմ։ Դա շտապ է։ Նա պատրաստվում է վիրահատության ժամը 10-ին։ Ճիշտ այդպես։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Քարտուղարուհին տատանվեց, բայց բժիշկ Մարիանայի դեմքին ինչ-որ բան համոզեց նրան չվիճել։ Նա սեղմեց դոմոֆոնը։ Բժիշկ Էդուարդո, բժիշկ Մարիանա Կոստան այստեղ է։ Նա ասում է, որ շտապ է ժամը 10-ի վիրահատության հետ կապված։ Լռություն։ Ապա Էդուարդոյի նյարդայնացած ձայնն։ Ուղարկեք նրան ներս։ Դոկտոր Մարիանան բացեց դուռը։ Ռենատան հետեց նրան, զգալով, որ կարծես առյուծի բույն է մտնում։ Դոկտոր Էդուարդոն նստած էր իր տպավորիչ սեղանի ետում։ 62 տարեկան։ Կատարյալ սանրված մոխրագույն մազերով։ Սպիտակ վերարկուի տակից կոստյում։ Նա այնպիսի տեսք ուներ, կարծես անսովոր լիներ իրեն անհանգստացնելուն։ Մարիանա։ Եվ բուժքույր։ Ինչն է այդքան շտապ, որ չի կարողանում սպասել։ Լուկաս Ֆերեյրայի վիրահատության վերաբերյալ, կտրուկ ասաց բժիշկ Մարիանան։ Անզգայացնողի դեղաչափը սխալ է։ Այն նշանակվել է 70 կիլոգրամանոց հիվանդի համար, մինչդեռ տղան կշռում է 23։ Էդուարդոյի դեմքը չփոխվեց։ Մի մկան էլ չմշկեց։ Դու ենթադրում ես, որ ես սխալ եմ թույլ տվել։ Ես ցույց եմ տալիս, որ բժշկական գրառման մեջ սխալ կա։ Ձեր ստորագրությամբ։ Անհնար է։ Ես ամեն ինչ 3 անգամ ստուգում եմ։ Ապա նա պետք է 3 անգամ սխալ ստուգած լինի։ Որովհետ ներկայիս դեղաչափը կսպաներ երեխային։ Կիսվեք այս պատմությամբ, քանի որ նման բախումները պետք է տեսնել։ Էդուարդոն դանդաղ կանգնեց։ Նրա հասակը վախեցնող էր։ Նրա հայացքը սառցե էր։ Ով ես դու, որ ինձ հարցեր տաս։ Ես 40 տարվա փորձ ունեմ։ Ես 5000-ից ավելի վիրահատություն եմ կատարել։ Եվ դու, Մարիանա, այս հիվանդանոցում ես արդեն 2 տարի։ 2 տարի։ Ընկերությունում անցկացրած ժամանակը չի փոխում հաշվարկները։ Դեղաչափը սխալ է։ Թույլ տվեք տեսնել այդ բժշկական գրառումը։ Դոկտոր Մարիանան այն չհանձնեց։ Այն արդեն փաստաթղթավորված է։ Լուսանկարված է։ Պահված է մի քանի վայրերում։ Ձեր կողմից հիմա կատարվող ցանկացած փոփոխություն հեշտությամբ կճանաչվի։ Էդուարդոյի դեմքին վերջապես զգացմունք կար։ Զայրույթ։
Սառը, զսպված զայրույթ, բայց մի նույն է, զայրույթ։ Հիմա ինձ կեղծիքի մեջ եք մեղադրում։ Ես ապահովում եմ ապացույցների պահպանումը։ Բոլորի պաշտպանության համար։ Բոլորի համար։ Կամ ձեր սեփական օրակարգի համար։ Իմ նպատակն է կանխել 7 տարեկան երեխաների մահը կանխարգելելի սխալների պատճառով։ Էդուարդոն առաջին անգամ ուշադիր նայեց Ռենատային։ Դու… Բուժքույր… Անունդ ինչ է։ Ռենատա Օլիվեյրա։ Դու… Սա բերեցիր Մարիանայի մոտ։ Ամբողջ հրամանատարական շղթան շրջանցել ես խնդիրներ ստեղծելու համար։ Եվ… Նա ճիշտ բան արեց, ընդհատեց բժիշկ Մարիանան։ Եվ դուք դա գիտեք։ Տեղաչափը սխալ է։ Դուք կարող եք ընդունել դա, ուղղել այն, շարունակել առաջ շարժվել։ Կամ կարող եք շարունակել հերքել այն, բացատրել խորհրդին, թե ինչու է ձեր խնամքի տակ գտնվող երեխան մահացել։ Դու ինձ սպառնում ես։ Ես ելք եմ առաջարկում։ Ընդունեք սխալը։ Ուղղեք այն։ Ասեք, որ դա ակնթարթային բաց թողում էր։ Այսպիսի բաներ պատահում են։ Ոչ ոք կատարյալ չէ։ Ես եմ։ Ակնհայտ է, որ այդպես չէ։ Եվ որքան շուտ ընդունենք դա, այնքան լավ բոլորի համար։ Շարունակեք դիտել, քանի որ լարվածությունը մեծ է։ Հետաց լռությունը խեղդող էր։ Ռենատան հազիվ էր շնչում։ Երկու բժիշկների միջ լարվածությունը շոշափելի էր, գրեթե ֆիզիկական։ Վերջապես Էդուարդոն խոսեց։ Ես կստուգեմ բժշկական գրառումը։ Եթե սխալ լինի, ես նկատի ունեմ, եթե սխալ լինի, այն կուղղվի։ Վիրահատությունը կընթանա ըստ նախատեսվածի։ Ճիշտ տեղաչափով։ Հիվանդին համապատասխան տեղաչափով։ Իսկ ինչ կասեք գրառման մասին։ Սխալը կփաստաթղթավորվի։ Կփաստաթղթավորվի, որ տեղի է ունեցել պարբերական վերանայում անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ։ Ոչինչ ավելին։ Սա անընդունելի է։ Սխալները պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվեն։ Բժիշկ Մարիանը, ընդհատեց Էդուարդոն մեղմ, բայց վտանգավոր ձայնով։ Դուք նուրբ վիճակում եք։ Դուք հրապարակավ մեղադրել եք կլինիկական տնօրենին անգործունակության մեջ։ Դուք վկայի եք բերել ձեզ հետ առերեսվելու։ Սա կարելի է մեկնաբանել բազմաթիվ ձևերով։ Մեկնաբանեք այն ինչպես կուզեք։ Իմ մտահոգությունը հիվանդն է։ Քո գլխավոր մտահոգությունը պետք է լինի քո կարիերան։ Որովհետև այսօրվանից հետո դու բավականաչափ ժամանակ կունենաս դրա մասին անհանգստանալու։ Սպառնալիքը հստակ էր։ Ակնհայտ։ Էդուարդոն նույնիսկ չէր փորձում թաքցնել այն։ Դուք ինձ աշխատանքից ազատում եք, հանգիստ հարցրեց բժիշկ Մարիանան։ Ես ասում եմ, որ քո գործողությունները հետանքներ ունեն։ Դու… Նա արհամարհանքով նայեց Ռենատային, այդ բուժքույրը ավելորդ իրավիճակ ստեղծեց։ Կան մտահոգությունները լուծելու պատշաճ եղանակներ։ Եղանակներ, որոնք չեն ենթադրում հրապարակային մեղադրանքներ կանխարգելիչ թղթաբանություն, կարծես ես հանցագործ լինեի։ Ճիշտ ընթացակարգը կլինի, որ դուք դեղատոմսերը ստորագրելուց առաջ ստուգեք տեղաչափերը։ Էդուարդոյի աչքերը նեղացան։ Ռենատան այնտեղ տեսավ ինչ-որ բան, որը վախեցրեց նրան։ Ոչ միայն զայրույթ։ Ավելի սառը ինչ-որ բան։ Ավելի հաշվարկված։ Դու զղջալու ես սրա համար, Մարիանա։ Դուք երկուստ էլ կզղջաք։ Ես նախընտրում եմ զղջալ ճիշտ բանի համար, քան երեխայի մահը կրել իմ խղճի վրա։ Էդուարդոն շրջվեց դեպի պատուհանը, մեջքը նրանց։ Գնացեք։ Վիրահատությունը կվերանայվի։ Շուտով ձեզ կտեղեկացնեն ձեր գործողությունների հետանքների մասին։ Դոկտոր Մարիանան Ռենատան հեռացան։ Միջանցքում, լսելիությունից դուրս, Ռենատան վերջապես թեթացած շունչ քաշեց։ Նա մեզ կոչնչացնելու է, այնպես չէ՞։ Կփորձես։ Բայց չես հաջողի։ Միացրեք ծանուցումները, քանի որ այս պայքարը նոր է սկսվում։ Դոկտոր Մարիանան արագ գործեց։ Մինչ Էդուարդոն զբաղված էր բժշկական գրառումը դիտելու ծածմամբ, նա ուղիղ գնաց տնօրենների խորհրդի նախագահ 80-ամյա դոկտոր Հենրիկե Ալմեյդայի մոտ, որը հիվանդանոցի հիմնադիրն էր, նախքան տասնամյակներ առաջ իր բաժնետոմսերի մեծ մասը Էդուարդոյին վաճառելը։
Դոկտոր Հենրին դեռս տեղ ուներ խորհրդում, նա դեռս ձայն ուներ, եւ ամենակարևորը, նա դեռս ուներ ազնվություն, որը հիվանդանոցային քաղաքականության տարիները չէին խաթարել։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ, ասաց բժիշկ Մարիանան, երբ միջանցքում գտավ ձեր բժշկին։ Շտապ է։ Էդուարդոյի մասին։ Դոկտոր Հենրիկը ուշադիր նայեց նրան։ Էդուարդոյի մասին։ Սա, հավանաբար, լուրջ է։ Երեխան գրեթե մահացավ իր սխալի պատճառով։ Եվ սա առաջին անգամը չէ։ Նրանք գնացին առանձին սենյակ։ Դոկտոր Մարիանան ցույց տվեց լուսանկարները։ Նա ամեն ինչ բացատրեց։ Ռենատան հաստատեց ամեն մանրուք։ Դոկտոր Հենրիկը լուր լսում էր։ Նրա դեմքի արտահայտությունը մտնում էր ամեն բառի հետ։ Ես վախենում էի, որ սա կպատահի, վերջապես ասաց նա։ Էդուարդոն միշտ հանճարեղ էր։ Բայց հանճարեղությունն առանց համեստության վտանգավոր է։ Եվ նա երբեք չէր ընդունում, որ կարող է սխալվել։ Գիտեիք նախկինում եղած խնդիրների մասին։ Կասկածներ։ Խոսակցություններ։ Ոչ մի կոնկրետ բան։ Նա միշտ ուներ մեկը, ով կմաքրեր իր խառնաշփոթը։ Այս անգամ մենք ապացույցներ ունենք։ Փաստաթղթավորված ապացույցներ։ Դոկտոր Հենրիկը դանդաղ գլխով արեց։ Ես խորհրդի արտակարգ նիստ կհրավիրեմ։ Այսօր։ Մինչ վիրահատությունը, եթե հնարավոր է։ Եթե ոչ, մինչ Էդուարդոն հնարավորություն ունենա մանիպուլյացիաներ անելու իրավիճակի հետ։ Իսկ մենք ինչ կասեք, հարցրեց Ռենատան։ Նա սպառնաց մեր կարիերային։ Եթե նրանք անեն այն, ինչ ես մտածում եմ, նրանց կարիերան Էդուարդոյի համար ամենափոքր մտահոգությունը կլինի։ Թողեք լայք, որովհետև արդարություն է իրականացվում։ Վարչության նիստը նշանակված էր ժամը 9:39, վիրահատությունից կես ժամ առաջ, 5 անդամ, բացի բժիշկ Հենրիկեից Էդուարդոյից, գործարարներ, թոշակառու բժիշկներ, 1 փաստաբան, մարդիկ, ովքեր սովորաբար համաձայն էին Էդուարդոյի առաջարկած ամեն ինչի հետ։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Այս անգամ ապացույցներ կային։ Դոկտոր Հենրիկը ներկայացրեց բժշկական գրառումից լուսանկարները, նա բացատրեց տեղաչափերի անհամապատասխանությունը, նա ցույց տվեց, որ ստորագրությունը միանշանակ Էդուարդոյինն է։ Սա աբսուրդ է, բացականչեց Էդուարդոն։ Ես դավադրության զոհ եմ։ Այս բուժքույրը Մարիանան անձնական օրակարգ ունեն իմ դեմ։ Ինչ օրակարգ կլինի դա, հանգիստ հարցրեց դոկտոր Հենրիկը։ Մարիանան ուզում է իմ պաշտոնը։ Նա միշտ էլ ուզում է։ Եվ այդ բուժքույրը ով գիտի, թե ինչ են նրան խոստացել։ Նրանց օրակարգը, կարծես, երեխաների մահը կանխելն է։ Հիմա դա դավադրություն է։ Սխալն արդեն ուղղվել է։ Վիրահատությունը կարող է անվտանգ շարունակվել։ Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք ժամանակ վատնում դրա վրա։ Որովհետև սա առաջին դեպքը չէ, Էդուարդո։ Բժիշկ Հենրիկը վեր կացավ։ 2 տարի առաջ մի տարեց հիվանդ մահացավ սխալ դեղաչափից։ Հաղորդագրությունում նշված էին բնական բարդություններ։ Բայց ես այդ ժամանակ հետաքննություն անցկացրի։ Զգուշորեն։ Էդուարդոյի դեմքը կարմրեց։ Դա էր։ Դա ծածկվել է։ Ձեր կողմից։ Այն մարդկանց օգնությամբ, որոնց դուք գնել կամ վախեցրել եք։ Բայց ոչ այս անգամ։ Խորհրդի մյուս անդամները նյարդային հայացքներ փոխանակեցին։ Նրանք երբեք չէին տեսել, որ դոկտոր Հենրին այդպես բախվի Էդվարդի հետ։ Նրանք երբեք չէին տեսել, որ որը մեկը այդպես բախվի Էդվարդի հետ։ Ինչ ես ուզում, Հենրիկե, հարցրեց Էդուարդոն վտանգավոր ցածր ձայնով։ Ես ուզում եմ, որ դուք հեռանաք։ Ժամանակավորապես, մինչ մենք լիարժեք հետաքննություն անցկացնենք։ Եթե ձեզ արդարացնեն, կարող եք վերադառնալ։ Եթե ոչ, ինչ։ Ինձ դուրս եք շպրտելու իմ կառուցած հիվանդանոցից։ Հակառակ դեպքում, դուք կբախվեք համապատասխան հետանքների։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ մասնագետ կբախվեր։ Մի դադարեք դիտել, քանի որ խորհրդի որոշումը պատմական էր։ Քվեարկությունը բավականին մոտ էր։ 3-ը քվեարկեցին հ. Հեռացման օգտին, 2-ը դեմ, 1-ը ձեռնպահ մնաց։ Դոկտոր Հենրիկի քվեարկության շնորհիվ հեռացումը հաստատվեց փոքր առավելությամբ։ Էդուարդոն վեր կացավ, դողալով զայրույթից։ Դուք կզղջաք սրա համար։ Բոլորդ։
Առանց ինձ այս հիվանդանոցը չի գոյատի։ Այն գոյատել է քեզանից առաջ։ Այն կգոյատի քեզանից հետո, ասաց բժիշկ Հենրիկը։ Էդուարդոն դուրս վազեց, շրխկացնելով դուռը։ Ձայնը արձագանքեց միջանցքում, ինչպես կրակոցի ձայն։ Դոկտոր Մարիանան նշանակվեց կլինիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա առաջին պաշտոնական հրամանը Լուկասի վիրահատության դեղաչափը անձամբ վերանայելն էր։ Ուղղված է։ Հաստատված է 3 անգամ։ Պատշաճ կերպով փաստաթղթավորված է։ Վիրահատությունը տեղի ունեցավ ժամը 11:15-ին 1 ժամ 15 րոպե ուշացումով։ Լուկասին տրվեց իր քաշին համապատասխան անզգայացման ճիշտ տեղաչափը։ Վիրահատությունը տևեց 4 ժամ։ Այն հաջողությամբ անցավ։ Ռենատան միջանցքում էր, երբ Լուկասին տարան ապակի նման։ Նրա ծնողները լաց էին լինում թեթությունից։ Նրա մայրը Ջուլիանան գրկեց հիվանդանոցային համազգեստով առաջին մարդուն, որին տեսավ։ Դա Ռենատան էր։ Շնորհակալություն, ասաց նա, չգիտակցելով, թե որքան մեծ նշանակություն ուներ այդ բառը։ Շնորհակալություն մեր որդու մասին հոգ տանելու համար։ Ռենատան պարզապես գրկեց նրան, առանց ոչինչ ասելու։ Եթե միայն նրա ծնողները իմանային, թե որքան մոտ էր Լուկասը մահվանը։ Եթե միայն իմանային, որ նրա կյանքի մահվան միշտ տարբերությունն այն էր, որ բուժքույրը կասկածի տակ էր դնում ստորագրությունը։ Բայց նրանք չգիտեին։ Եվ գուցե այդպես ավելի լավ էր։ Որոշ ճշմարտություններ չափազանց ծանր են ավելորդ կրելու համար։ Կիսվեք այս պատմությամբ, քանի որ լուր հերոսները արժանի են, որ իրենց մասին լսեն։ Հաջորդ օրերին բժիշկ Էդվարդի վերաբերյալ հետազոտությունները բացահայտեցին ավելին, քան որը մեկը կարող էր ակնկալել։ Վերանայվեցին հին բժշկական գրառումները։ Բացահայտվեցին օրինաչափություններ։ Լույս տեսան թաքցված սխալները։ 2 տարի առաջվա տարեց տղամարդու դեպքը։ 4 տարի առաջ դեռահասի մոտ սխալ տեղաչափից մեկ դեպք, որը կենդանի մնաց, բայց մշտական բարդություններ ունեցավ։ Ուշացած ախտորոշման դեպք, որը հանգեցրեց ավելորդ անդամահատման։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան այնպես չէր ընթանում, Էդվարդն ուներ մեկին մեղադրելու։ Բուժքույրերը։ Բուժքույրերը։ Սարքավորումները։ Ամեն ինչ, բացի իրենից։ Եվ ամեն անգամ հաստատությունը ընդունել էր նրա բացատրությունները, քանի որ դա ավելի հեշտ էր, քան նրա հետ առերեսվելը։ Բայց ոչ այս անգամ։ Այս անգամ օրինաչափությունն անհերքելի էր։ Դոկտոր Էդուարդոն պաշտոնապես ազատվեց իր պաշտոնից։ Սկսվեցին վարչական վարույթներ։ Տեղեկացվեց նահանգային բժշկական խորհրդին։ Սկսեցին ներկայանալ նախկին զոհերի շահերը ներկայացնող փաստաբանները։ Սուրբ Ղուկասի հիվանդանոցը կառուցած մարդը քանդվում էր նույն հիվանդանոցի կողմից։ Ռենատան հեռվից էր ամեն ինչ դիտում։ Նա վերադարձել էր իր սովորական աշխատանքին, ստուգում էր բժշկական գրառումները, դեղորայք էր տալիս, անում էր իր սովորական աշխատանքը։ Բայց հիմա մարդիկ նրան այլ կերպ էին նայում։ Նրանք գիտեին, թե ինչ էր նա արել։ Ոմանք նրան վերաբերվում էին որպես հերոսուհու։ Բուժքույրերն ու տեխնիկները, որոնք վախենում էին բարձրաձայնել, որոնք տարիներ շարունակ կուլ էին տվել իրենց անհանգստությունները, այժմ գալիս էին նրա մոտ, շնորհակալություն հայտնելու։ Ասելու, որ նա արել էր այն, ինչ իրենք էին ուզում անել, բայց չուներ համարձակություն։ Մյուսները նրան սառնորեն էին վերաբերվում։ Բժիշկներ, որոնք հավատարիմ էին Էդուարդոյին։ Վարչական անձեր, որոնք օգտվել էին այն համակարգից, որը նա օգնել էր տապալել։ Նրանց համար Ռենատան դավաճան էր։ Մեկը, ով խախտել էր հիերարխիան, մարտահրավեր էր նետում հաստատված կարգին։ Բայց Ռենատային նրանց կարծիքը չէր հետաքրքրում։ Լուկաս Ֆերեյրան ողջ էր։ Նա ապաքինվում էր։ Մեկ շաբաթից նա տուն էր գնալու, սիրտը վերականգնված, իսկ ամբողջ կյանքն արճում էր։ Ահա թե ինչն էր կարոր։ Շարունակեք հետել, քանի որ դեռս կան կարոր հետանքներ։ Վիրահատությունից 1 ամիս անց Ռենատային կանչեցին բժիշկ Մարիանայի գրասենյակ։ Նոր կլինիկական տնօրենը նստած էր Էդուարդոյի հին սեղանի ետում, բայց մթնոլորտը բոլորովին այլ էր։ Ավելի մատչելի։ Ավելի քիչ վախեցնող։ Ես ուզում էի անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ, ասաց բժիշկ Մարիանան, դուք այդ օրը ամեն ինչ վտանգեցիք, ձեր կարիերան, ձեր անվտանգությունը, ամեն ինչ ճիշտ բանը անելու համար։ Ես արեցի այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուրը։
Բայց դա այդպես չէ։ Մարդկանց մեծ մասը լուռ է մնում։ Նրանք հոսանքի հետ են գնում։ Նրանք պաշտպանում են իրենց։ Դու տարբեր էիր։ Լուկասը 7 տարեկան է, պարզապես ասաց Ռենատան։ Ես չէի կարող լռել։ Դոկտոր Մարիանան ժպտաց։ Ես առաջարկ ունեմ։ Ես ստեղծում եմ հիվանդների անվտանգության նոր բաժանմունք։ Ես ուզում եմ, որ դուք պատասխանատու լինեք բուժքույրական գործի համար։ Ես բաժանմունքի բուժքույր եմ։ Ես որակավորված չեմ։ Նա ունի ամենակարևոր որակը՝ ազնվություն։ Մնացածը կարելի է սովորել։ Ռենատան չգիտեր, ինչ ասեր։ Առաջխաղացումը վերջին բանն էր, որին ես սպասում էի։ Նա պատրաստվել էր վրեժխնդրության, այլ ոչ թե ճանաչման։ Հիմա պատասխանելու կարիք չունես։ Մտածիր դրա մասին։ Խոսիր ընտանիքիդ հետ։ Դա պատասխանատվության զգալի աճ է, բայց նա աշխատավարձի։ Այդ գիշեր Ռենատան տուն գնաց ցնցված վիճակում։ Նա ամեն ինչ պատմեց Կարլոսին։ Առաջարկը, անակնկալը, վախը, բավականաչափ լավը չլինելու։ Կարլոսը լսեց, ապա ասաց. Դու փրկեցիր երեխայի կյանքը։ Դու բախվեցիր հիվանդանոցի ամենաազդեցիկ մարդու հետ։ Եվ դու վախենում ես ղեկավար պաշտոնից։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք ճիշտ նույն բանն են։ Քաջություն։ Դու դրանից առատ ես։ Լայք թողեք, եթե երկրպագում եք Ռենատային։ Նա ընդունեց պաշտոնը։ Նա սկսեց աշխատել նոր արձանագրությունների ստուգման համակարգերի անանուն հաղորդման ուղիների վրա։ Ամեն ինչ մշակված էր այնպես, որ այն, ինչ գրեթե պատահեց Լուկասի հետ, այլևս երբեք չկրկնվի։ Հեշտ չէր։ Կար դիմադրություն։ Բժիշկներ, որոնք կարծում էին, որ բուժքույրերը չպետք է ունենան դեղատոմսերը կասկածի տակ դնելու լիազորություն։ Ադմինիստրատորները մտահոգված էին նոր համակարգերի ներդրման ծախսերի համար։ Երկարամյա աշխատակիցները կառչած էին, մենք միշտ այսպես ենք արել սկզբունքին։ Բայց դոկտոր Մարիանան լիովին աջակցում էր Ռենատային։ Եվ դանդաղորեն սկսեցին փոփոխություններ տեղի ունենալ։ Բոլոր մանկական դեղաչափերի կրկնակի ստուգման համակարգ, էլեկտրոնային բժշկական գրառումներ, անհամապատասխանությունների ավտոմատ ծանուցումներով, անվտանգության մշակույթ, որտեղ ցանկացած աշխատակից կարող է մտահոգություններ հայտնել, առանց վրեժխնդրությունից վախենալու։ Սուրբ Ղուկաս հիվանդանոցը վերափոխվում էր։ Այլևս այն վայրը չէր, որտեղ ազդեցիկ մարդը կարող էր անպատիժ սխալներ թույլ տալ, այլ այն վայրը, որտեղ հիվանդի անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն էր։ 6 ամիս անց Ռենատան անսպասելի զանգ ստացավ։ Դա Ջուլիանա Ֆերեյրան էր, Լուկասի մայրը։ Դու… Ես Ռենատան, այն բուժքույրը, որը վիրահատությունից առաջ եկել էր Լուկասին այցելելու։ Այո, ես եմ։ Մենք պարզեցինք, թե ինչ արեցիք։ Հիվանդանոցը նամակ ուղարկեց, որում բացատրվում էր, որ տեղի է ունեցել անվտանգության միջադեպ, որը լուծվել է զգոն աշխատակցի շնորհիվ։ Մենք ավելի մանրամասն հետաքննություն ենք անցկացրել։ Մենք գիտենք, որ դա դուք էիք։ Ռենատան չգիտեր, ինչ ասեր։ Դուք փրկեցիք որդուս կյանքը, շարունակեց Ջուլիանան, ձայնը կտրվելով։ Դուք ռիսկի դիմեցիք ձեր աշխատանքին, որպեսզի ապահովեք նրա գոյատումը։ Ինչպես կարող եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Ես իմ գործն արեցի։ Նա իր աշխատանքից շատ ավելին արեց։ Նա ընտրություն կատարեց։ Ընտրություն, չլռել։ Ընտրություն, պայքարելու իմ տղայի համար, երբ ոչ ոք չգիտեր, որ նա կռվի կարիք ունի։ Ջուլիանան ասաց, որ Լուկասը լավ է զգում։ Լիովին ապաքինվել է։ Վազում է, խաղում, ապրում է այնպես, ինչպես պետք է ապրի ցանկացած 7-ամյա երեխա։ Նա ուզում է հանդիպել քեզ հետ, ասաց Ջուլիանան։ Երբ ես նրան պատմեցի հիվանդանոցում գտնվող այն երիտասարդ կնոջ մասին, որը փրկեց նրան, ես ուզում էի անձամբ շնորհակալություն հայտնել նրան։ Կգաս մեզ այցելելու։ Կամ կարող ենք մենք էլ գալ։ Ռենատան համաձայնվեց։ Մի քանի շաբաթ անց Լուկասը նրա ընտանիքը եկան հիվանդանոց։ Ոչ թե որպես հիվանդներ, այլ որպես այցելուներ։ Լուկասը նվեր բերեց Ռենատայի համար։ Նկար, որը նա ինքն էր նկարել։ Բուժքրոջ համազգեստով կնոջ կերպար, կրծքին հսկայական սիրտով։
Դու ես, բացատրեց Լուկասը։ Մեծ սրտով աղջիկը։ Ռենատան լաց եղավ։ Ամեն ինչի սկզբից ի վեր առաջին անգամ նա իսկապես լաց եղավ։ Վերջապես թեթության, երախտագիտության, հուզական ուժասպառության արցունքները անհետացան։ Այդ նկարը մնաց նրա գրասենյակի պատին իր կարիերայի մնացած մասի համար։ Բաժանորդագրվեք ալիքին, քանի որ այս պատմությունը կարևոր դասեր ունի։ Դոկտոր Էդվարդի գործը ի վերջո հասավ դատարան։ Ոչ թե քրեական, այլ քաղաքացիական։ Տարիների ընթացքում վնաս կրած հիվանդների ընտանիքները դատական հայցեր ներկայացրեցին։ Ռենատային կանչեցին վկայության։ Նա պատմեց իր պատմությունը։ Բժշկական գրառումները։ Հայտնաբերումը։ Վախին հակառակ գործելու որոշումը։ Գրասենյակում տեղի ունեցած բախումը։ Ամեն ինչ։ Էդուարդոյի փաստաբանները փորձեցին վարկաբեկել նրան։ Նրանք ենթադրեցին, որ նա անձնական վրեժխնդրություն է ունեցել, որ նա խնդրահարույց աշխատակից է, որ նա հորինել կամ չափազանցրել է իրավիճակը։ Բայց ապացույցները հիմնավոր էին։ Լուսանկարները, որոնք արել էր բժիշկ Մարիանան։ Գրառումները, որոնք չէին կարող փոփոխվել։ Վարքագծի այն օրինաչափությունը, որը բացահայտել էր հետաքննությունը։ Ժյուրին խորհրդակցեց 2 օր։ Վերջի վերջո, բժիշկ Էդուարդոն անփույթ ճանաչվեց 3 գործերով։ Նրան պարտավորեցրին վճարել զգալի փոխհատուցում։ Նրա բժշկական լիցենզիան ընդմիշտ կասեցվեց։ Մարդը, որը անձեռնմխելի էր, որը կայսրություն էր կառուցել իր հեղինակության վրա, ի վերջո հուսահատվեց կործանվեց։ Արդյոք Ռենատան կարեկցում էր նրան։ Երբեմն, ավելի հանգիստ պահերին։ Էդվարդը մի ժամանակ լավ բժիշկ էր եղել։ Նա կյանքեր էր փրկել։ Նա նպաստել էր բժշկության զարգացմանը։ Բայց ինչ-որ պահի հպարտությունը վերածվել էր ամբարտավանության, վստահությունը՝ անփութության։ Եվ մարդիկ վճարել էին դրա գինը։ Դասը հստակ էր։ Ոչ ոք պատասխանատվությունից վեր չէ։ Ոչ ոք հետանքներից վեր չէ։ Եվ համակարգերը, որոնք թույլ են տալիս դա, ի վերջո ձախողվում են ամենավատ ձով։ Կիսվեք այս պատմությամբ, քանի որ առողջապահական համակարգերը բարեփոխումների կարիք ունեն։ Տարիներ անցան։ Ռենատան մնաց հիվանդանոցում, առաջխաղանալով աստիճաններով։ Ի վերջո նա դարձավ բուժքույրական բաժանմունքի տնօրեն, որը բուժքույրը կարող էր ստանալ այդ հաստատությունում ամենաբարձր պաշտոններից մեկը։ Նա երբեք չէր մոռանում, թե որտեղից է եկել։ Նա երբեք չէր մոռանում, թե ինչ է նշանակում լինել բուժքույր, շրջայցեր կատարելով, բժշկական քարտերը ստուգելով, հիվանդներին հոգ տանելով։ Եվ նա այդ տեսակետն էր կիրառում որպես առաջնորդ իր կայացրած յուրաքանչյուր որոշման մեջ։ Բուժքույրերը պաշտպանության առաջին գիծն են, ասում էր նա վերապատրաստման դասընթացների ժամանակ, դուք տեսնում եք այնպիսի բաներ, որոնք բժիշկները չեն տեսնում, դուք նկատում եք մանրամասներ, որոնք աննկատ են մնում, եթե ինչ-որ բան սխալ է թվում, խոսեք։ Հարցեր տվեք, մի լռեք։ Որոշ բուժքույրեր վախեցած էին։ Ինչ անել, եթե մենք սխալվում ենք։ Ինչ անել, եթե ոչինչ չէ։ Ավելի լավ է չափազանց զգույշ լինել, քան անփույթ։ Եթե մտահոգություններ բարձրացնեք, պարզվի, որ ոչինչ չի ստացվի, առավելագույնը մի քանի րոպե կկորցնենք։ Եթե լռեք, դա ինչ-որ բան լինի, կարող ենք կյանք կորցնել։ Սան Լուկաս հիվանդանոցը դարձավ հիվանդների անվտանգության չափանիշ։ Այլ հաստատություններ եկան ուսումնասիրելու դրա արձանագրությունները։ Կազմակերպվեցին համաժողովներ, քննարկելու նրանց կողմից ներդրված մոդելը։ Եվ այս ամենի կենտրոնում, որը միշտ հիշատակվում էր, Ռենատայի պատմությունն էր։ Բուժքրոջ պատմությունը, որը սխալ տեսավ բժշկական գրառումում, որոշեց գործել։ Ով ռիսկի դիմեց իր կարիերան մի երեխայի համար, որին չէր ճանաչում։ Ով փոխեց ամբողջ հիվանդանոցի մշակույթը, ունենալով ճիշտ բանը անելու քաջությունը։ Դու հայտնի ես, մի անգամ կատակեց Կարլոսը, ցույց տալով նրան առողջապահական ամսագրում նրա մասին հոդվածը։ Ես հայտնի չեմ։ Ես իմ գործն եմ արել։ Նա իր աշխատանքից ավելին արեց։ Եվ նա գիտի դա։ Ռենատան գիտեր։ Բայց նա երբեք իրեն հարմարավետ չէր զգում գովասանքի տակ։ Որովհետև խորքում նա հավատում էր, որ յուրաքանչյուրը նույնը կանի։ Յուրաքանչյուր ոք, ով տեսնում է երեխայի վտանգի մեջ, կգործի նրանց պաշտպանելու համար։
Յուրաքանչյուր ոք, ով բախվում է մահացու սխալի, կընտրի խոսել լռելու փոխարեն։ Բայց դա ճիշտ չէր։ Շատերը լուռ մնացին։ Շատերը հետեցին իրավիճակին։ Շատերը նախընտրեցին անձնական անվտանգությունը ճիշտ բան անելուց։ Ռենատան տարբեր էր։ Եվ այդ տարբերությունը կյանքեր էր փրկել։ Շարունակեք կարդալ մինչ վերջ, քանի որ եզրակացությունը հզոր է։ Դեպքից 15 տարի անց Ռենատան բուժքույրական համաժողովի էր, երբ երիտասարդը մոտեցավ նրան։ Դու… Ես Ռենատա Օլիվեյրան։ Միացված է։ Ես Լուկասն եմ։ Լուկաս Ֆերեյրան։ Ռենատան նայեց իր առջ նստած երիտասարդին։ 22 տարեկան։ Բարձրահասակ։ Առողջ։ Հագած սպիտակ բժշկական ուսանողի վերարկու։ Լուկաս։ Լուկաս։ Ինքն իրեն։ Ես եկա նրան շնորհակալություն հայտնելու։ Կրկին։ Բայց այս անգամ անձամբ, որպես մեծահասակ։ Նրանք ժամերով զրուցեցին։ Լուկասը պատմեց իր պատմությունը։ Ինչպես էր նա մեծացել, գիտակցելով, որ գրեթե մահացել է նախքան իրականում ծնվելը։ Ինչպես էր դա նրան դրդել բժշկությամբ զբաղվել։ Ինչպես էր նա ուզում լինել այնպիսի բժիշկ, որը երբեք չէր անի այն սխալները, որոնք գրեթե սպանել էին իրեն։ Դու փրկեցիր իմ կյանքը, ասաց նա։ Եվ ոչ միայն իմը։ Քո արածը փոխեց հիվանդանոցը։ Այն փոխեց, թե ինչպես են նրանք խնամում այնտեղ հիվանդներին։ Քանի կյանք է փրկվել քո նախաձեռնած փոփոխությունների շնորհիվ։ Տասնյակներ, հարյուրավորներ։ Ես երբեք այդպես չեմ մտածել։ Պետք է այդպես լինի։ 15 տարի առաջ մի առավոտ քո կայացրած որոշումը ալիքներ առաջացրեց, որոնք մինչ օրս շարունակվում են։ Լուկասը բացատրեց, որ մասնագիտանում է մանկական սրտաբանության մեջ։ Նա վիրահատելու էր երեխաների սրտերը, ինչպես վիրահատել էին իր սեփականին։ Նա մյուս երեխաներին էլ տալու էր նույն հնարավորությունը, ինչ որ ուներ։ Եվ յուրաքանչյուր վիրահատության ժամանակ, ասաց նա, ես կստուգեմ 3 անգամ։ 4 անգամ։ Այնքան անգամ, որքան անհրաժեշտ է։ Որովհետև գիտեմ, թե ինչ էր գրեթե պատահել ինձ հետ։ Եվ ես երբեք թույլ չեմ տա, որ դա պատահի մեկ այլ հիվանդի հետ։ Ռենատան գրկեց երիտասարդին։ Դինոզավրերին սիրող փոքրիկ տղան տղամարդ էր դարձել։ Հիվանդը, բժիշկ։ Վթարի գրեթե ավարտը դարձել էր կյանքի առաքելություն։ Ահա թե ինչ էր նշանակում փոփոխությունը։ Ոչ թե պարզապես անհապաղ խնդրի լուծում, այլ ալիքների ստեղծում, որոնք շարունակվեցին սկզբնական պահից շատ ժամանակ անց։ Թողեք ձեր վերջին լայքը, քանի որ այս պատմությունը արժանի է հիշողության մեջ մնալուն։ Ռենատան թոշակի անցավ 62 տարեկանում։ 40 տարի բուժքույրական աշխատանք։ Հազարավոր հիվանդներ։ Անթիվ անհամար որոշումներ, թե փոքր, թե մեծ։ Բայց երբ նրան հարցնում էին, թե որն էր իր կարիերայի ամենակարևոր պահը, նա նույն պատմությունն էր պատմում։ Երեքշաբթի առավոտ։ Բժշկական գրառում, սխալ թվերով։ Որոշում, որը կայացվել էր մի քանի ժամվա ընթացքում։ 7 տարեկան երեխա, որը սիրում էր դինոզավրեր։ Դա մեկ հերոսական արարք չէր, բացատրեց նա, դա բուժքույրական գործն ինձ սովորեցրած ամեն ինչի գագաթնակետն էր, ուշադրություն մանրուքներին, հիվանդի շահերի պաշտպանություն, հարցեր տալու քաջություն։ Աշխատանքի յուրաքանչյուր օրը ինձ պատրաստել էր այդ պահի համար։ Վախենում էիր, միշտ հարցնում էին նրանք։ Շատ սարսափած էի։ Գիտեի, որ կարող եմ կորցնել ամեն ինչ։ Աշխատանքս, կարիերաս, ընտանիքիս ապրուստը։ Բայց նա գիտեի, որ եթե լռեմ, ամբողջ կյանքում չեմ կարողանա հայելու մեջ նայել ինձ։ Արժեր դա։ Ամեն վայրկյան։ Լուկասը կենդանի է։ Նա վիրահատում է երեխաների սրտերը։ Նա շարունակում է բուժման ցիկլը, որը գրեթե ընդհատվել էր դեռ սկսվելուց առաջ։ Ինչպես կարող էր դա չարժե։ Ռենատայի պատմությունը դարձել է մի քանի համալսարանների բուժքույրական ուսումնական ծրագրի մաս, ուսումնասիրություն մասնագիտական էթիկայի, հիվանդների պաշտպանության ինստիտուցիոնալ քաջության վերաբերյալ։ Բուժքույրերի սերունդներ են սովորել նրանից։ Ոչ միայն գործի փաստերը, այլ ավելի խորը դասը, որ մեկ մարդը կարող է տարբերություն ստեղծել։ Որ անհատական ընտրությունները կարևոր են։
որ համակարգերը որքան էլ հզոր թվան կարող են փոխվել այն մարդու կողմից, ով պատրաստ է բարձրաձայնել իր կարծիքը։ Ինչ կլիներ, եթե ես չպարզեի, երբեմն մտածում էր Ռենատան։ Ինչ կլիներ, եթե ես 5 րոպե ուշանայի։ Ինչ կլիներ, եթե ես չորոշեի ստուգել այդ կոնկրետ բժշկական գրառումը։ Անպատասխան հարցեր։ Չընտրված ուղիներ։ Այլընտրանքային իրականություններ, որոնք, բարեբախտաբար, երբեք չեն իրականացել։ Որովհետ նա իմացել էր։ Նա գործել էր։ Նա փոփոխություն էր մտցրել։ Եվ դա էր կարորը։ Բաժանորդագրվեք, կիսվեք, քանի որ քաջության պատմությունները պետք է պատմվեն։ Այդ առավոտյան Ռենատայի որոշումը միայն կյանք փրկելու մասին չէր։ Այն վերաբերում էր նրան, թե ինչպիսի մարդ էր նա ընտրել լինել։ Այն մասին, թե ինչ արժեքներ կառաջնորդեին իր գործողությունները, երբ ոչ ոք չէր նայում։ Այն մասին, թե ինչ ռիսկի էր նա պատրաստ գնալ այն բանի համար, ինչը համարում էր ճիշտ։ Մենք բոլորս էլ որոշ պահերի բախվում ենք նման պահերի։ Գուցե ոչ այնքան դրամատիկ։ Գուցե ոչ թե կյանքը վտանգի տակ։ Բայց պահերի, երբ մենք պետք է ընտրություն կատարենք հարմարավետության քաջության միջ։ Լռության բարձրաձայն խոսելու միջ։ Հոսքի հետ գնալու հոսանքի դեմ լողալու միջ։ Ռենատան ընտրեց քաջությունը։ Նա ընտրեց խոսել։ Նա ընտրեց լողալ հոսանքի դեմ, նույնիսկ երբ հոսանքը թվում էր չափազանց ուժեղ։ Եվ այդ ընտրությունը արձագանք գտավ տասնամյակներ շարունակ։ Այն փոխեց հիվանդանոցը։ Այն փոխեց ընթացակարգերը։ Այն փոխեց այն հիվանդների կյանքը, ովքեր երբեք չէին իմանա նրա անունը։ Այն փոխեց Լուկասի հետագիծը, ով այժմ փրկում էր այլ երեխաների։ Բուժքույր։ Բժշկական գրառում։ Մի առավոտ։ Ահա թե ինչպես են իրական փոփոխությունները տեղի ունենում։ Ոչ թե միլիոնավոր մարդկանց կողմից տեսանելի մեծ ժեստերի միջոցով, այլ սովորական մարդկանց կողմից անսովոր պահերին կայացված լուռ որոշումների միջոցով։ Ռենատան սովորական մարդ էր։ Նա ուներ հիփոթեք, երեխաներ, վճարելու հաշիվներ։ Նա վախենում էր ինչպես բոլորը։ Նա ամեն ինչ կորցնելու ուներ։ Բայց նա այնուամենայնիվ որոշեց գործել։ Եվ դա մեծ տարբերություն ստեղծեց։ Վիրահատությունից 2 ժամ առաջ բժշկական սխալը հայտնաբերած բուժքրոջ պատմությունը միայն բժշկության մասին չէ։ Այն բնավորության մասին է։ Արժեքների մասին։ Այն մասին, թե ինչ է նշանակում մարդ լինել, երբ բախվում ես անհնարին ընտրությունների։ Լուկասը ողջ է։ Նա սրտեր է վիրահատում։ Նա կյանքեր է փրկում։ Եվ ամեն ինչ սկսվեց մի կնոջից, որը նայեց բժշկական գրառմանը ասաց. «Սա սխալ է։ Ես պետք է ինչ-որ բան անեմ»։ Երբեմն դա այդքան պարզ է։ Երբեմն հերոսությունը պարզապես լռելուց հրաժարվելն է։ Շնորհակալություն այս պատմությանը մինչ վերջ հետելու համար։ Եթե այն որևէ հուզեց ձեզ, խնդրում եմ լայքեք, կիսվեք նրանց հետ, ովքեր պետք է լսեն այն, բաժանորդագրվեք ալիքին։ Որովհետև պատմություններ քաջության, ճիշտ ընտրությունների, սովորական մարդկանց կողմից անսովոր բաներ անելու մասին այս պատմությունները պետք է պատմվեն։ Եվ վերապատմվեն։ Եվ հիշվեն։ Որովհետև երբ մենք հիշում ենք նրանց, մենք հիշում ենք, թե ինչի ենք մենք բոլորս ընդունակ լինելու։